Բարև հարգելի ժողովուրդ, ես իմ ժամով 2:23 րոպե է եւ արտահերթ կարգով եմ հիմա ես ուղիղ եթեր անում, հենց հիմա զուգահեռ գնում է Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը հայտարարություններ անում եւ իր առաջին իսկ հայտարարությունից եւ Նարեկ Կիրակոսյանի տված առաջին իսկ պատասխանից հետո ես ուզում եմ հենց հիմա ձեզ ցույց տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախ սահմանադրական մարմնի հաղորդած տվյալները եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի ինքը հաղթել է։ Այստեղ մի անգամից ես հիշում եմ, թե ինչպես էր 20 թվականին ասում, ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու, հիմա ինչ էլ լինի Նիկոլ Փաշինյանը իրան պարտված չի համարելու, մի անգամից գնանք տվյալները նայելու ժողովուրդ ջան։ Խնդրեմ։ Թարմացնում ենք տվյալները, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Նիկոլ Փաշինյան 53.4 կախվել է այս թվերի վրա, Սամվել Կարապետյան 22%, Բարգավաճ Հայաստան 4.79, սահանցողիկներն եմ ես միայն ասում և Հայաստան Դաշիկ 8.99, մնացածի մասին չեմ խոսում, 455 տեղամաս, այսինքն մոտավորապես 25%-ը, 27%-ն է ընտրատեղամասերի ամփոփված, հրապարակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում եւ ընտրողների ընդամենը 12-13%-ն է հաշվարկներ արված։ Ես հենց հիմա ձեզ ցույց եմ տալուս Երևան քաղաքում ինչ վիճակ է ըստ այս տվյալների, Երևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը ամփոփված ընդամենը 3336 ձայն, այն դեպքում եւ Երևան քաղաքում առնվազն 600,000-ից 700,000-ի կարգի քվեարկություն ա եղել, հիմա ստույգ թվերը չեմ հիշում, համարյա կես միլիոնից ավել է, ուրեմն կես միլիոնից ավել քվեն, հիմա նայեք ինչ անում, կես միլիոնից ավել, մինչև 700,000 ստույգ թվերը չեմ հիշում, ամփոփված ընդամենը 3000 ձայն Երևան քաղաքում եւ Երևան քաղաքում 37%, 26%, Բարգավաճը չի հաղթահարում, այնտեղ ոչ ոք չի հաղթահարում, փոշին շատ է, 14% էլ Ռոբերտ Քոչարյանի ուժը։ Այս տվյալներն են, հենց հիմա, սա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պատմական հաղթանակ, սա պատմական պահ է, որ ես հիմա արձանագրում եմ, պատմական պահ է, զուգահեռ գնում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, սահմանադրական մարմին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները ամփոփում չի ներկայացրել։ Երևան քաղաքը ընդհանրապես հաշվարկների մեջ չի կախած է, կայքը Երևան քաղաքի մասով կախված է։ Մենք ունենք ուրեմն տվյալներ Դավթաշենից, որտեղ 41% է հավաքել։ Դավթաշեն համայնքից միակ համայնքը Երևանի հետ կապված, որ ամբողջական հրապարակված է, եթե ունեք ուրիշ տվյալներ, խնդրում եմ տվեք, 41% Երևանում։ Իդեպ, ասում եմ, Երևանը դա մոտավորապես ամբողջ հանրապետության քվեարկությունների կեսն է։ Ամբողջ հանրապետության։ Ոչ մի մարզ ամփոփիչ տրված չի, ոչ մի մարզ։ Ամբողջ հանրապետությունում արված քվեարկության ընդամենը 12-13%-ն է հրապարակված։ Եվ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա պատմական հաղթանակ է, դեմքը կարմրած, 100%, այն որ ասում է քաքելուց բռնել են, այդ դեմքի արտահայտությամբ, որ այդ պահին գնացին բռնին, այդ դեմքի արտահայտությամբ հայտարարում է։ Եվ Նարեկ Կիրակոսյանը առաջին հարց տվողն էր, ասեց պարոն վարչապետ, դուք ո՞նց եք հայտարարում հաղթանակի մասին, երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ամփոփել տվյալները։ Ու ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է մենք ունենք տեղերում տվյալներ, մեր տվյալներն արդեն հաղորդած են, այսինքն ուրեմն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանձին մարմին է, իրանք առանձին մարմին են։ Այս կարգի օրենքի ու իրավունքի վրա թքած լինել, այն դեպքում, որ իրանք պիտի ապահովեն որպես երկրի վարչապետ, պիտի ապահովի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդին իր ասած ժողովրդին
ինֆորմացիան տեղ հասցնի, նոր ինքը վեր կենա։ Ես մենք արդեն շատ-շատերս Facebook-ում էլ կտեսնեք լիքը մարդ, ովքեր ասում են եւ ովքեր բազմամյա փորձ ունեն ընտրություններին, ժամ 2-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում տվյալները սովորաբար ամփոփված են լինում։ Եվ հիմա ժամը 2:30 է, հեսա լինում արդեն, ես գիշերվա կեսգիշերն անց ժամը 2:30 է, 8-ից ընտրատեղամասը փակվել են, դες բան մեղրիում բան ընտրատեղամաս կա, որ զինվորները դեռ քվեարկում, դա 1% կարա լինի ամբողջ ընտրությունների մասնակիցների 1%-ն էլ չի կարա լինի։ Լավ, այդ 1%-ը հետագայում կհաշտվեք, կավելացնեք։ 1 միլիոնանոց 1.140.000 բնակիչ ունեցող Երևանից, կես միլիոնից ավել քվեարկած Երևանից 3000 հոգու տվյալ եք հրապարակել, հիմա նորից մի հատ թարմացնեմ, հա, եւ տեսնենք, թե Երևանից ինչ կա։ Ահա, 173,000 նոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանգարց Նիկոլ Փաշինյանի ձայները դարավ 53%։ 173,000, սա էլ թող լինի լավ 25%-ը։ 25%-ն էլ չի անում Երևանի։ Տեղամասերի քանակը նայեք, համարյա նույն թիվն է։ Այսենց հեքիաթ, այսենց կոնկրետ Սամվել Կարապետյանի թվերը գրեթե չեն փոխվում, Ռոբերտ Քոչարյանի թվերը գրեթե չեն փոխվում, Գագիկ Ծառուկյանի թվերը մի փոքր բարձրացան, Արման Թաթոյանի թվերը որ ոչ մի կերպ չեն բարձրանում, Նիկոլ Փաշինյանի թվերը 50%-ից չեն իջնում։ Բազմաթիվ անգամ մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանը ոնց է հայտարարություն արել, որին հաջորդել են քրեական հետապնդումներ, զուտ իր հայտարարության վրա, որին հայտարարել են դատարանի գործողություններ, իրավապահ գործողություններ։ Հիմա էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Երևանում նկարել է 53%։ Երևանում Նիկոլը 53% ձայն չի հավաքել։ Մի տվյալ կա Դավթաշեն 41%, ու վերջ։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում բոլոր այն գյուղերում, որտեղ Նիկոլ Փաշինյանը 70-ից 90% ձայն է հավաքել, սիրելի գյուղացիներ, ես հասկանում եմ, որ ձեր 3-4-5 հազարանոց համայնքները կամ 300-400-500 հոգանոց համայնքները շատ կարևոր են այս ընտրություններում, բայց այդտեղ կես միլիոնից ավել մարդ քվեարկել է։ Այդ կես միլիոնից ավել մարդկանց ձայները հələ որ հաշվարկված չի եւ ներկայացված չի։ Եվ ընդհանրապես հիմա վերադառնանք մի հատ հանրապետության մասշտաբով։ Աչե սա հանրապետությունն այ մարդ ինչ եմ ասում։ Երևանը սա է։ Ես որ update տվեցի, ինքը գցեց հանրապետություն ավտոմատ կերպով։ Երեկանը սա է 12,000, ես էլ ասում 12,000 սկի Դավթաշենի տվյալը մցրած չի ստեղ։ 39%։ Երևանն է սա, ժողովուրդ, 26% ստեղ, 12% ստեղ։ Ինչ է տեղի ունենում, Արարատ Միրզոյան, առավոտը հեղաշրջումից է իր խոսում, բանտերում կփդցնենք, պետության համը բերանները կմնա։ Հենց հիմա իմ դիտարկումով երկրում Նիկոլ Փաշինյանի կողմից ընթանում է իշխանազավթում եւ հեղաշրջման փորձ։ Դեն են ցարեք թո պետության համը բերանում մնա։ Այս ընթացքում էլ եմ ասում, ըստ էության բանակցեցին իրանց արևմտյան հովանավորների հետ, ինչ որ բան բազար են արել ռուսների հետ, չգիտեմ, ու խնդրեմ։ Եվ ամենայն հավանականությամբ ոչ Սամվել Կարապետյանի ուժը, ոչ Ռոբերտ Քոչարյանի ուժը, առավել ևս ոչ Գագիկ Ծառուկյանը այս ամեն ինչին չեն դիմադրելու ամենայն հավանականությամբ։ Չգիտեմ, կապրենք, կտեսնենք։ Խնդրեմ, բանակցեցին, իտոգի եկան, թվերը սկսան նկարել։ Ես ձեր ցավը տանեմ, հայաստանցիներ, 59% մասնակցություն, ես ձեր ցավը տանեմ, են իմ գյուղացի շրջաններից մարզային եղբայրներին և քույրերին ձեր ցավն էլ տանեմ, բայց սենց չի կարա լինի, սենց չի կարա լինի, Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում չունի
50, քանի տոկոս են գրել, 53-54%։ Փոշին էլ ահռելի է լինելու, մի 10% ոնց էլ չլինի փոշի է լինելու, այսինքն փոշիացված ձայներ, այդ 10%-ն էլ որ բաշխես, հազիվ Նիկոլ Փաշինյանը կարողանա 50%-ի շեմը հատի կամ չհատի։ Համենայն դեպս, ամենամեծ ցուցիչը, որ ըստ մեծ սուտ կա, դա փաստացի Նիկոլ Փաշինյանի հաղթանակի մասին հայտարարությունն է առանց տվյալների ամփոփման եւ ներկայացման։ Ուշադիր։ Երկրորդ կետը ես հիշեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, որ 96 թվականին այս նույն իրավիճակով երկրորդ փուլ էր գնում ընտրությունները Վազգեն Մանուկյանն էր ընդդիմության միացյալ տեխնացոն։ Լևոն Տեր-Պետրոսյանը շամպայնը բացեցին, շնորհակալություն հայտնեց իր թիմին եւ տենց վստահ հայտարարեց, որ իրանք հաղթել են, թեև տվյալները ամբողջությամբ ամփոփված չէին։ Սենց բան եղել է 96 թվին։ Կոկոլ ջան, չես հիշում, գլխիդ գալիքը մտածում ես ռեպրեսիաներով հարցը կլուծես, հա, ռեպրեսիաներով հարցը կլուծես, ինչքան մտածող մարդ կա, սաղին կսսկացնեք, կփագեք, կբանտարկեք, կաքսորեք, կլարեք, կմնաք դուք ու ձեր նախիրը։ Հենց հով սարերի հովին մեռնեն։ Դու շվիկը նվագես, հեքիաթներ տարբեր ստեր ու կեղծիքներ, նրանք էլ կարածեն, մինչև կգան գայլերը։ Ինչքան գելխեղ կա հարցերը լուծի, տակը թող ոչխարներին ու քեզ, մինչև կգան գայլերը։ Չեմ ամփոփում իմ ուղիղ եթերները, խոստացել էի, որ կամ 2:30 կամ ամենաուշի 3-ին ուղիղ եթերով հանդես կգան։ Մի հատ ծանոթանամ ինչ են անում։ Հա, այս եթերը տարածեք ժողովուրդ, չնայած ժամը գիշերվա 2:30, 2:35, բայց այս եթերը տարածեք։ Թող մարդիկ տեսնեն, թող ընդդիմադիրներն էլ տեսնեն, դիմադիրներն էլ տեսնեն, մտածողներն էլ, անմտածվածներն էլ, թող սաղ տեսնեն։ Ու տեսնեք ինչ ենք անում։ Այսպես։ Հələ որ այսքանը։ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա երկրում զավթում է իշխանություն։ Հենց հիմա ամենամեծ կեղծիքն է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակով։ Ես մի հարցազրույց էի տվել, որտեղ ինձ հարցներն էին կեղծիքներ կանեն լցոնում, ասի չէ, կեղծիքներ չեն անի, այդ հարցազրույցի մեջ էդ եմ ասել։ Միակ մտավախությունս, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովից կսկսեն ապականել թվերն ու արդյունքները։ Այդպիսի քաղաքական կանխատեսում եմ արել։ Ու հիմա կարծում եմ այդ կանխատեսումը ցավոք սրտի ոնց որ թե իրականություն է դառնում։ Հատ էլ update անենք։ Համարյա նույն թվերն են, համարյա նույն թվերն են, 180,000 եւ Երևանում տեսնենք ինչքան են, 32,000 Երևանում Նիկոլի թիվը բարձրացավ 40, հələ նայ։ Դավթաշինի թվերն են էլի գրել։ Դավթաշինի թվերը գրեցին։ Յանի Նիկոլը ունի 40, բայց ստե 40, լսի 32,000 ընդամենը ամփոփի Դավթաշինի թվերն են գրել, բայց հանրապետությունում ինչքան Երևանում բան ալնում, Երևանի թվերը միացնում ես, փոխանակ ընդհանուր Հայաստանում իր տոկոսը ընկնի, հա, ինգավ 52%, 52.27։ Կամ էլ եսին խոսացել եմ, որ 40 քանի տոկոս կանի, նենց ավանցուրական են, ինչ որ է ժողովուրդ հայտարարել հաղթանակի մասին, մինչև կենտրոնական սահմանադրական, սա հատուկ մարմին է, անկախ։ Ճիշտ է, էլի իր օգնականներն են, բանն են ընդ աշխատում, ղեկավարում, բայց սա հատուկ անկախ մարմին է։ Ու իր վեճին չի, օրենք, իրավունք, պետական ինստիտուտներ, ֆշտիկը կանգնել է, հիմի պիտի հայտարարի, ելում հայտարարում է։ Մնացածն էլ լրատվամիջոցներով բանով, հետևից թափով կսկսեն այդ նույն էշությունը կրկնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հիմա պիտի նկարի, որ Նիկոլի ասացի հետ բռնի քո ասածը։ Այն որ ասում եք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Մենք վաղուց մեզ պարտված ենք համարում, բայց դուք ձեր էշն եք քշում, էլի պարտված ձեզ չեք համարում, մի բան էլ խաղաղություն եք բերել, հիմա էլ ձեզ պարտված չեմ համարում, հաղթանակի մասին եք հայտարարում։ Ալիևի պես անվտանգության երաշխավոր ով ունենա, այդպես շպահի իրան։ Մալադեց։
Թերևս այսքանը։ Տեսնեմ, միջև 3:30 ամենաուշ 3:30 հաստատ էլի եթեր եմ դուրս գալու, եթե հաջող անելու լինեմ, վերջնական հաջող կանեմ։ 3:30 նորից դուրս եմ գալու, հիմա տենամ ինչա կատարվում, այս հեքիաթը ոնց է սաղացնում ժողովրդի վրա։ Ցտեսություն, առայժմ։